Ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան եւ վճարումը միայն անկանխիկ եղանակով կլինի։ Աշխատանքային կենսաթոշակները կբարձրանան առնվազն 10,000 դրամով, անկախ աշխատանքային ստաժից։ Որոշ խմբերի դեպքում աճը ավելի մեծ է, խորը հաշմանդամություն ունեցողներին 14,000 դրամ, ծանր աստիճանի դեպքում 12,000 դրամ։ Զինվորական կենսաթոշակները միջինը կավելանան մոտ 8,500 դրամով, իսկ պարտադիր ծառայության դեպքում 10,000 դրամ։ Երկկողմանի ծնողազուրկ երեխաների կենսաթոշակը կավելանա 50,000 դրամով։ Բարձրանում են նաև սոցիալական նպաստները՝ միջինը 10,000 դրամով եւ ընդհանուր առմամբ փոփոխությունները կվերաբերեն ավելի քան 500,000 կենսաթոշակառուների։ 50,000 դրամով կավելանան երկկողմանի ծնողազուրկ երեխաների կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակները։ Այսքան աշխատանքային կենսաթոշակների մասով։ Կավելանան նաև զինվորական կենսաթոշակները։ Կառավարության որոշման համաձայն քաղաքացիները գումարը անկանխիկ կստանան բանկային քարտերի միջոցով։ Նպատակը ըստ հիմնավորման ֆինանսական թափանցիկության բարձրացումն է եւ կանխիկ շրջանառության նվազեցումը։ Այս փոփոխությունը սակայն միաժամանակ չի ընդունվել հաշմանդամություն ունեցողների շրջանում։ Օրինակ, ժամի հետ զրույցում նրանցից մեկն ասաց, ապրում է մարզում, իր համար հաշմանդամության թոշակ ստանալը դառնալու է իսկական գլխացավանք։ Սկզբնական փուլում դժվար է լինելու, ես անձամբ յուղից եմ, երբ նույնիսկ եթե քարտային չէ, ծնողը սա գնացել ստացել պոստայում, այսինքն ես չեմ գնացել, էլի նույն սիստեմն է, էլի նես չի որ բանափոխվա։ Մասնագետների կարծիքով, հատկապես տարեց քաղաքացիների համար կարող են առաջանալ մի շարք խնդիրներ։ Նախ թվային գրագիտության պակաս կա, շատերը չեն օգտվում բանկոմատներից, չեն տարբերում քարտի PIN կոդը եւ հաճախ վախենում են սխալ գործարք կատարել։ Բացի այդ, խնդիրներ կարող են առաջանալ մարզերում, օրինակ հեռավոր գյուղերում, երբեմն բանկոմատներ կամ բանկային մասնաճյուղեր չկան։ Քաղաքացիները ստիպված են լինում մի քանի կիլոմետր ճանապարհ անցնել, միայն գումարը կանխիկացնելու համար։ Տրանսպորտի ծախսի եւ ժամանակի կորուստը լրացուցիչ բեռ են հատկապես թոշակ ստացողների համար։ Հաշմանդամի քարտին տալիս ես ինչ անի, եթե ինքը օրինակ զրկված է ազատ շարժվելու հնարավորությունից։ Այսինքն դու ստեղծում ես ֆրոդի հնարավորություն։ Ինչ որ մեկը, ով իր համար ասենք պատասխանատու է, պետք է գնա բանկամատից փող անի, ասենք Երևանը հարմարեցված չի սայլակներով տեղաշարժվելու համար։ Իդեպ մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող եւ վճարման եղանակի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվում է ինքնաշխատ եղանակով առանց դիմումի։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։